Սուրբ եղանակի համազգեստ, որը իրենից ներկայացնում է երրորդ շերտի տակ վերնազգեստ, Սուրբ եղանակի վերնազգեստը դաշտային լրակազմի, հուդի անվանմամբ երրորդ շերտ, երկրորդ շերտ տակ անդրավարտիկ, առաջին շերտ տակ անդրավարտիկ և շապիկ համառային։ Տակտիկական կիսաճպտավոր կոշիկներ։ Դեկտեմբերի 16-ին են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել զինված ուժերի համազգեստի այս նմուշները։ Շաբաթվա ընթացքում դա քննարկվող ու քննադատվող թեմաներից էր։ Չի համապատասխանում հայկական բանակին, զինվորին կոկիկություն չի հաղորդում։ Համազգեստի դեռ փորձնական նմուշի վերաբերյալ քննադատողների կարծիքներն են։ Սոցցանցերում բավականին շատ մեկնաբանություններ կան դրանց վերաբերյալ, քննադատողները ինչ գիտեն, հակել են, տեսել են, տեխնիկական պարամետրերն են ուսումնասիրել, զինված ուժերը բավականին երկար ժամանակ, պաշտպանության նախարարությունը, այսպես ասեմ, բավականին երկար ժամանակ ուսումնասիրել է լավագույն բանակների, աշխարհի լավագույն բանակների համազգեստը, տարբեր տեսակի համազգեստները, ըստ որի կանձվել է նաև տեխնիկական բնութագիրը, թե մեր համազգեստը ինչպիսին պետք է լինի։ Հայաստանում ամեն ինչը քաղաքական տեսակետից է նայվում հիմա։ Դրա համար ես մենակ կարող եմ շատ կարճ ասել, որ մենակ օրինակ կոշիկները, որ գալիս են այս նոր համազգեստի հետ, ավելի թանկ են, քան սա համազգեստը, որ Հայաստանի զինվորները կրել են նախկինում։ Հայաստանն իր զինված ուժերի համար նոր համազգեստի վերաբերյալ քննարկումներ դեռ հոկտեմբերի 14-ին ամերիկյան կողմի հետ էր ունեցել։ Նախարարը Վաշինգտոնում հանդիպել էր զինվորական համազգեստի ձևավորման ու մշակման գործում մասնագիտացած ամերիկյան ընկերության ղեկավարության հետ։ Արդեն հոկտեմբերի 24-ին հանրայինի եթերում Սուրեն Պապիկյանը հայտարարել էր. Հայաստանը հրաժարվում է խորհրդային նմուշի համազգեստից։ Չափանիշներն արևմտյան են հայրենական խորհրդանշաններով։ Դրանից հետո նոյեմբերի 3-ին տեղի ունեցած շեփազրույցի ընթացքում լուրերի հարցին ի պատասխանել նախարարը գործընթացից մանրամասներ էր հայտնել։ Նշել էր խոսքը մի քանի հազար փորձանմուշի մասին է։ Հետագայում արդեն անցնի զորային փորձարկում, դաշտային փորձարկում, որից հետո արդեն մենք կունենանք գնման գործընթաց եւ ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն։ Տեսանյութում ներկայացված փորձանմուշը դեռ վերջնական հաստատված տարբերակը չէ։ Նոր համազգեստի նմուշները համապատասխանեցված են Հայաստանի պայմաններին, դիզայնի տարրերն արված են հատուկ պատվերով։ Մենք դա փորձարկում ենք եւ հաստատում ենք, որ այն ինչ որ մենք ուզում ենք ու արդեն ձեռք են բերում ամբողջ բանակի համար։ Կոչվում է հայկական կամուֆլյաժ։ Ինչը ներկայացված է տեսանյութում, ինչը ներկայացվեց վարչապետին պաշտպանության նախարարի կողմից, դա հայկական կամուֆլյաժ տեսակի համազգեստն է, ինչպես գիտենք, համազգեստը մի քանի տեսակ է լինելու, մի համազգեստ չէ, դաշտային կա այնտեղ, տոնական համազգեստներ կան եւ այլն։ Եվ քննարկումները այդ համազգեստի շուրջ են։ Կարծում եմ, որ ավելի մանրամասն շուտով հանրությանը կներկայացվի, բայց որ ուսումնասիրությունները եւ աշխատանքները տարվել են բավականին երկար ժամանակ միջազգային գործընկերների հետ, որպեսզի ստանանք լավագույն համազգեստը։ Մեր նախկին համազգեստի օրինակ պատերնն էլ, կամուֆլյաժն էլ բավականին նման էր նրան, ինչ որ ՆԱՏՕ-ի բանակներում են սովոր օգտագործել, բայց այստեղ ինձ թվում է ավելի ամենակարևորն է նա, որ շատ ավելի որակով համազգեստի մասին է խոսքը գնում։ Բանախոսները նկատում են դիզայնից ոչ պակաս կարևոր է համազգեստի ֆունկցիոնալությունը, նշում դա լիարժեք հաշվի առնվել այս փորձանմուշների դեպքում։ Ըստ Արմեն Խաչատրյանի, համազգեստը կարևոր բաղադրիչ է մեր զինված ուժերում։ Ներկայիս համազգեստը չի համապատասխանում աշխարհում կիրառվող չափորոշիչներին։ Նոր ռազմական իրավիճակներում կարևոր է, որ բանակի համազգեստը նորովի դիզայն ու բովանդակություն ունենա։ 2026-ին Հայաստանի զինված ուժերն արդեն կունենան նոր համազգեստ։ Մերի Խաչատրյան, Մհեր Կիրակոսյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։